Հարգելի հետևորդներ, ABC լուրեր ուղիղ եթերում շարունակում է իր աշխատանքը, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Սահմանադրական դատարանը քննում է ընդդիմության դիմումները, պահանջում են անվավեր ճանաչել ընտրության արդյունքը։ Տեղի է ունեցել Մկրտիչ Սրբազանի գործի վերաբերյալ դատական նիստը, դատարանը մերժել է դատախազի բողոքը։ Հայաստանի Հանրապետության նախագահը նոր պաշտոն ունի, ինչ է փոխվում Հայաստանի գլխավոր գիտական կառույցում եւ ինչու են գիտնականների մի մասը պնդում, որ ակադեմիայի անկախությունը վտանգված է։ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման նախագիծ Իսրայելի կառավարության սեղանին, ինչ է ուզում անել Թել Ավիվը։ Սահմանադրական դատարանում ընթանում է ընդդիմության ներկայացրած դիմումների քննությունը, որով պահանջում են անվավեր ճանաչել 2026 թվականի ընտրության արդյունքը։ Ընդդիմության ներկայացուցիչներն առաջարկել էին քննության առարկա դարձնել երկու դատավորի մասնակցությունը։ Երբ մենք ըստ էության քննություն կունենանք բարձր դատարան, քննարկվելու է նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերաքվեարկություն իրականացնելու հանգամանքը։ Եվ վստահ եմ նաև, որ լսելու ենք ՀՀ-ի կողմից տակտիկական քվեարկության վերաբերյալ մտահոգությունները, որ վերաքվեարկությունը հանգեցնելու էր դրան։ Բարձր դատարան, երբ ես տեղեկանում եմ, որ մասնակցության անհնարինության հարցը բարձրաձայնվում է, եւ դրա վերաբերյալ որևէ կողմ ձայն չի լինում, այնուհետև համանման իրավիճակում պարոն Վարդանյանի եւ պարոն Զեյնալյանի մասնակցության անհնարինության որոշում է կայացվում, ես ներողություն եմ խնդրում, բայց առնվազն մտահոգություն է առաջանում, թե ինչպիսի քվեարկություն է տեղի ունենում, որովհետև ստացվում է նույնիսկ մտահոգություն բարձրաձայնողը ինքը այդ հարցում չի ունենում կողմ դիրքորոշում։ Քավլիցի կարող է լինել այդպես, բայց իրավիճակը, որ լինի այդպիսին, հարցերը առաջացնում են։ Բնականաբար հայտնի է Տիկին Սաֆարյանի մասնակցությանը տարբեր քրեական վարույթների, որ ներկայացված է մեր կողմից վերաբերմունքը տարբեր մասնակիցների նկատմամբ, բայց ուզում եմ բարձր դատարանի ուշադրությունը դարձնել մեկ արտահայտության վրա եւ խնդրեմ արդյոք այս արտահայտությունը որևէ գնահատականի արժանացել է քննարկումների ընթացքում։ Խոսքն այն մասին է, որ Տիկին Սաֆարյանը նշանակվելով վերջինիս տեխնացությունը, որ առաջադրվել է բարձր դատանի դատավորի պաշտոնում, կատարել է արտահայտություն, որ վերադարձ անցյալին չի լինելու։ Ես ուզում եմ հասկանալ արդյոք այս արտահայտությունը, որ ներկայացված էր մեր դիմումի մեջ, քննարկվել են տրամաբանության մեջ, որ Տիկին Սաֆարյանի որոշումները կարող են կանխորոշված լինել այդպիսի մոտեցումով եւ օրինակ ուղղված լինել այնպիսի քաղաքական ուժերի նկատմամբ, ովքեր նախկինում եղել են իշխանության մաս։ Սակայն Սահմանադրական դատարանը որոշեց քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սեդա Սաֆարյանի եւ Դավիթ Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ փաստաբան Արամ Օրբելյանն էլ միջնորդել է, որպեսզի գործի քննությունը շարունակվի ամբողջ կազմով։ Սահմանադրությունը երաշխավորում է Սահմանադրական դատարանի կողմից գործի քննություն, Սահմանադրական դատարանը համապատասխանաբար ունի 9 անդամ, 9 անդամի քանակի փոփոխությունը, որը նախատեսված է Սահմանադրական օրենքով, բայց չի նախատեսված Սահմանադրությամբ, առաջացնում է մի վիճակ, որ գործի քննությունը հիմա իրականացվում է ոչ թե Սահմանադրական դատարանի կողմից, այլ Սահմանադրական դատարանի կրճատված կազմի կողմից, ինչն առաջացնում է որոշակի խնդիր որոշումների ընդունման կառուցակարգի հետ կապված։ Ընդդիմության ներկայացուցիչներն էլ հավաք են հրավիրել Սահմանադրական դատարանի դիմաց։ Ուժեղ Հայաստանը աջակիցներին հրավիրել է ժամը 16:30-ին, Հայաստան դաշինքը ժամը 17-ին։ Մինչ ընդդիմությունը վիճարկում է ընտրության արդյունքը, քաղաքացիական պայմանագիրը սկսել է պաշտոնները բաժանել։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ազգային ժողովի նախագահի թեկնածու են ընտրել Ռուբեն Ռուբինյանին։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ռուբեն Ռուբինյանն ասել է, որ չի կարող ասել սպասելի էր թե անսպասելի, բայց շոյված է արդյունքից։ Մեր վարչության ընթացակարգերը տարբեր պաշտոններում կամ տարբեր որոշումներ կայացնելիս միշտ շատ նման են, այսինքն տեխնատուները ելույթներ են ունենում, հնչում են հարցեր, հետո եզրափակիչ ելույթներ են լինում եւ հետո քվեարկություններ լինում։ Կոնկրետ այս դեպքում բոլոր տեխնատուները ներկայացրել են իրենց տեսլականը կամ իրենց առավելություններն են փորձել ընդգծել եւ գրանցվել է
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների հարցերի վերաբերյալ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլչը գրառում է արել X սոցցանցում, շնորհավորելով Ռուբեն Ռուբինյանին ազգային ժողովի նախագահի թեկնածուի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, չնայած նրան, որ ազգային ժողովի նախագահի ընտրություն դեռևս տեղի չի ունեցել։ Իսկ Վահագն Ալեքսանյանն ասել է, որ հավակնում է լինել ազգային ժողովի փոխնախագահ եւ արդեն առաջադրվել է։ Այդ պաշտոնին առաջադրվել է նաեւ Ալխազ Ղազարյանը։ Վերադասավորումներ են նաև գիտական խոշոր կառույցներում։ Տարիներ շարունակ Գիտությունների ազգային ակադեմիան համարվում էր այն եզակի պետական կառույցներից մեկը, որտեղ որոշումները կայացվում էին հիմնականում գիտական համայնքի ներսում։ Սակայն օրենսդրական վերջին փոփոխություններից հետո կառավարման մոդելը փոխվում է։ Ակադեմիայի ղեկավար մարմիններում մեծանում է պետական իշխանության ներգրավվածությունը։ Իշխանությունը սա ներկայացնում է որպես կառավարման բարեփոխում, մինչդեռ ակադեմիայի որոշ ներկայացուցիչներ համոզված են, խոսքը գիտության անկախության սահմանների վերաձևակերպման մասին է։ Թեմային անդրադարձել է Սեդա Կյուրեղյանը։ Գիտությունների ազգային ակադեմիան վերջին խոշոր գիտական կառույցն էր, որի ղեկավար մարմիններում քաղաքական իշխանությունը ներկայացված չէր։ Սակայն օրենքի 2026 թվականի փոփոխությամբ Գիտությունների ազգային ակադեմիայում պետական ազդեցության լծակներն ավելանում են։ Եթե նախկինում ակադեմիան ղեկավարում էին բացառապես գիտնականները, ապա այժմ նախագահությունը գլխավորելու է հանրապետության նախագահը։ Նախագահության 11 անդամից 2-ին նշանակելու է կառավարությունը, իսկ ամբողջ կազմը հաստատելու է վարչապետը։ Կառավարությունը իր կոպիտ ասած իր քիթը խոթում է ուսումնական, գիտական, կրթական հաստատություններ։ Ես ասեմ, որ դա խնդրահարույց է դերևս 2020 թվականից։ Ինչի համար եմ ասում, որովհետև 2018 թվականին նոր կառավարությունը, որ ձևավորվեց, նրա առաջին լոզունգներից մեկը այն էր, որ բուհերը, գիտական կազմակերպությունները պիտի ապա քաղաքականացնենք, որովհետև մինչև այդ մի քանի բուհերում հոգաբարձուների խորհրդի նախագահները քաղաքական պաշտոններ զբաղեցնողներ էին։ Վահագն Խաչատուրյանը 2022-ից ղեկավարում է նաև տնտեսագիտական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը։ Գործող վարչակարգը փոխում է օրենքը կրթական հաստատությունները վերահսկելու համար, ընդգծում է գիտակրթական միջազգային կենտրոնի դեկանը։ Նոր փոփոխությամբ հանրապետության նախագահը միակ պետական պաշտոնյան չէ ակադեմիայում։ Այս կանոնադրությամբ պարզվում է, որ այդ նախագահությունը 11 հոգուց է, որից մեկը նախագահն է, եւ բացի այդ մեկից եւս 2-ին նշանակում է կառավարությունը։ Եվ որևէ պահանջ, թե ում է ներկայացնում նշանակում կառավարությունը, չկա այդ նախագծում։ Գիտությունների ազգային ակադեմիայի մի շարք անդամներ այս փոփոխությունները վիճարկում են նաև իրավական ճանապարհով։ Գիտնականներին օգնության է հասել Հայաստան խմբակցությունը, падգամավորների ստորագրություններով հարցը հասել է սահմանադրական դատարան։ Մանրամասն հիմնավորումներ ենք գրել, այն դրույթները, որոնք հիմա օրենքում կան եւ հակասում են սահմանադրությանը, ուղարկել ենք սահմանադրական դատարան եւ սահմանադրական դատարանը ընդունել է գործը վարույթ։ Սա նշանակում է, որ գոնե մի քիչ հույս մենք ունենք, որ սահմանադրական դատարանը կկարողանա օբյեկտիվ մոտեցում ցույց տալ հարցին եւ գոնե այն ակնհայտ հակասությունները, որ կան այդ օրենքում, որը կոչվում է Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենք, հակասում է գործող սահմանադրությանը։ Փոփոխությունները վերաբերում են նաև ակադեմիայի կազմին։ Եթե նախկինում ակադեմիան կարող էր ունենալ մինչև 100 ակադեմիկոս եւ մինչև 100 թղթակից անդամ, ապա այժմ ակադեմիկոսների եւ ասոցիացված անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 100-ը։ Մխիթարյանը խնդրահարույց է համարում նաև տարիքային շեմի սահմանումը։ 75 տարեկանից բարձր ակադեմիկոսներն ու մասնագետները չեն կարող շարունակել իրենց ակադեմիական գործունեությունը։ Արդեն գործել է այդ օրենքի այդ դրույթը եւ Պատմության ինստիտուտի տնօրենի 65 տարին լրանալուն պես նրան փոխարինեց ուրիշ մեկը, այսինքն նրան հանեցին աշխատանքից, բայց այդ դրույթն էլ ենք ամեն դեպքում սահմանադրական դատարանում վիճարկում, որովհետեւ դա ակնհայտ է, ասենք 65 կամ 75 տարին լրանալը որևէ ձևով մարդուն չպետք է առանձնացնի։ Փորձեցինք պարզաբանում ստանալ օրենքի նախագիծն առաջարկած Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեից։ Պատասխանատուները հրաժարվեցին հարցերին բանավոր պատասխանել։ Առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել կամ դիմել հենց Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարությանը։ Սեդա Կյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։
Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քաղաքացիների հեռախոսները։ Փորձագետն է ահազանգ հնչեցնում։ Կառավարությունը հավակնություն է տվել մի նախագծի, որով նախատեսվում է ներդնել IMEI կոդերի միասնական շտեմարը։ Թվային անվտանգության եւ մեդիայի խորհրդատու Արթուր Պապյանի խոսքով առաջին հայացքից հնչում է տեխնիկական ու անմեղ պայքար ստվերի դեմ։ Հեռախոսների գողության կանխում, սակայն լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։ Ստեղծվելու է մի հսկա բազա, որտեղ կապվելու են ձեր անձնագիրն ու անձնական տվյալները, ձեր հեռախոսի կոդը եւ ձեր բոլոր SIM, eSIM քարտերը։ Սա պարզապես հարկային գործիք չէ, սա պետությանը հնարավորություն է տալիս ցանկացած պահի տեսնել, թե ով որ սարքով եւ երբ է ակտիվանում ցանցում։ Նախագծում կա վտանգավոր մի կետ, ադմինիստրատորը կարող է այս բազայի տվյալներով թվային այլ ծառայություններ մատուցել պետական ու տեղական մարմիններին կամ նույնիսկ մասնավոր ընկերություններին։ Այսինքն տվյալները, որոնք հավաքվում են իբր մաքսանենգության դեմ պայքարի համար, վաղը կարող են օգտագործվել բոլորովին այլ մեզ անհայտ նպատակներով։ Մեկ տեղում ամբողջ հանրապետության հեռախոսների ու քաղաքացիների տվյալների կենտրոնացումը երազանք է ցանկացած կիբերհանցագործի համար։ Եթե այս բազան կոտրվի, իսկ անխոցելի համակարգեր չկան, յուրաքանչյուրիս անվտանգությունը կդրվի հարվածի տակ։ Իսկ արտաքին քաղաքական դաշտում իրադարձությունները պտտվում են նույն առանցքի շուրջ՝ ԵՄ թե ԵԱՏՄ։ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի եվրոպական ուսումնասիրությունների ամբիոնի վարիչի տեղակալի կարծիքով Եվրամիության հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ հիմնականում վերաբերում է նրա միջազգային ժողովրդականությանը։ Քաղաքագետի խոսքով ԵՄ իշխանությանը հաճելի է, երբ ավելի ու ավելի շատ երկրներ են ձգտում թեկնածուի կարգավիճակի։ Հերթական սահմանափակումը ռուսական շուկայում։ Սննդի անվտանգության վերահսկողական ծառայությունը հայտարարել է, որ ընդլայնել է Հայաստանի ձկնորսական ապրանքների ներմուծման սահմանափակումները, ժամանակավորապես կասեցնելով ևս 2 հայկական ընկերությունների արտադրանքի հավաստագրումը, մինչև նախկինում հայտնաբերված խախտումների վերացումը։ Սա փաստացի դադարեցնում է Հայաստանի ձկնորսական ապրանքների բոլոր ներմուծումները։ Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ կառավարության հաջորդ նիստին կներկայացնի որոշման նախագիծ, որը նախատեսում է Իսրայելի կառավարության հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչում։ Օսմանյան կայսրության մայրամուտին հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունն ընդունելը բարոյական եւ պատմական պարտավորություն է եւ միաժամանակ անհրաժեշտ է դատապարտել պատմական ճշմարտության ցանկացած շղթում, նսեմացում կամ խեղաթյուրում, գրել է Սաարը։ Պաշտոնյան հավելել է, որ այնուհետև որոշման նախագիծ կդրվի Իսրայելի խորհրդարանի քնեսեթի քվեարկությանը։ Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը Արագածոտնի թեմի հոգևորականների վերաբերյալ։ Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել է, որ խոսքը Արագածոտնի թեմի քահանաներին բերման ենթարկելու եւ նրանց իրավաբանական օգնություն ցույց տալու համար ներկայացած փաստաբաններին խոչընդոտելու եւ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանին ձերբակալելու փաստը թաքցնելու առիթով ներկայացված հաղորդման մասին է։ Քննիչը քրեական վարույթ չէր նախաձեռնել, իսկ դատախազը մերժելով պաշտպանների ներկայացրած բողոքը հաստատել էր քննիչի դիրքորոշումը։ Բացի այդ, դատարանը Տեր Գարեգինին թույլ տվեց այցելել եկեղեցի, բացառելով այլ հոգևորականների հետ շփումը։ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ 4-րդ հանրային քրեական հետապնդումն է հարուցվել։ Այս անգամ նրան մեղադրում են պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար։ Ըստ կոմիտեի այս տարվա մայիսի 27-ին հակակոռուպցիոն քրեական դատարանում Ղուկասյանը միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը։ Հանցանք է համարվել այն, որ դատական նիստի ավարտից անմիջապես հետո Ղուկասյանը փորձել է պատասխանել լրագրողների հարցերին եւ հրաժարվել կատարել ոստիկանի դատարանի խուց տեղափոխվելու օրինական պահանջը։ Անցած շաբաթվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը 5 խմբային հարված են հասցրել ի պատասխան Ուկրաինայի ռուսական քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների։ Հարվածել են նաև Ուկրաինայի զինված ուժերի գործածած պաշտպանական արդյունաբերության օբյեկտներին, վառելիքի եւ էներգետիկ ենթակառուցվածքներին, տրանսպորտային ենթակառուցվածքներին։ Անցած գիշեր ճշգրիտ հարվածներ են հասցրել Տրանսբալթյան կենտրոնացման համալիրին եւ Կիևում ու մերձակայքում գտնվող զենքի պահեստներին։
Չնայած հարկատուների միջոցներով իրականացվող 365 միլիոն ֆունտ ստերլինգ արժեղության վերանորոգմանը Բուքինգհեմյան պալատում այլևս երբեք բրիտանական որևէ միապետ չի բնակվի։ Նույնիսկ այնտեղ չեն տեղափոխվի թագավոր Չարլզն ու թագուհի Կամիլան, երբ հաջորդ տարի ավարտվի միապետի լոնդոնյան պաշտոնական նստավայրի 10-ամյա վերանորոգումը։ Փոխարենը նրանք մշտապես կապրեն Կլարենս Հաուսում։ Արքայազն Ուիլյամն իր հերթին հայտարարել է, որ ինքը եւ Ուելսի արքայադուստրը մտադիր են շարունակել բնակվել իրենց մասնավոր տանը Վինդզորում, նույնիսկ այն դեպքում, երբ նա ապագայում գահ բարձրանա։ Սա նշանակում է, որ երկրի հաջորդ միապետը չի բնակվի մայրաքաղաքում։ Նշվում է, որ պատմական արքայական նստավայրը փոխարենը տարեցտարի ավելի հաճախ կբացի իր դռները հանրության առաջ, նպատակ ունենալով եկամուտ ապահովել եւ նվազեցնել հարկատուների վրա ընկնող բեռը։ Բուքինգհեմյան պալատը կմնա արարողակարգային եւ պաշտոնական միջոցառումների իրականացման վայր, այդ թվում արտասահմանյան բարձրաստիճան հյուրերի ընդունման հիմնական վայրը։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Ցանկացած իրավիճակում Բելարուսը Ռուսաստանի կողքին է, հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նա ասել է, որ վերջերս Մինսկում հանդիպել է Զելենսկիի ներկայացուցիչների հետ։ Ես նրանց ուղիղ ասացի՝ տղերք, փոխանցեք ձեր նախագահին։ Եթե նա կարծում է, որ կարող է մեզ հետ այդպես խոսել, դեռ մի բան էլ մեզ պատերազմի մեջ ներքաշել, ապա պետք է հասկանա, որ այդ դեպքում պատերազմի որակն ակնթարթորեն կփոխվի։ Այնպես որ եկեք տղերք պայմանավորվենք, ասել է Բելարուսի նախագահը, հավելելով, որ ստացել է Զելենսկիի պատասխանը։ Կիևը հասկանում է, որ Մինսկը չի կարող պատերազմի մեջ ներքաշվել։ Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնող նավի։ Միացյալ Նահանգների անանուն պաշտոնյան հայտնել է, որ նավը հարձակման է ենթարկվել իրանական անօդաչու թռչող սարքի կողմից։ Սա Միացյալ Նահանգների հետ համաձայնագրի ստորագրումից հետո առաջին նմանատիպ դեպքն է, հայտնում է CNN-ը։ Իրանը միջադեպի համար պատասխանատվություն չի ստանձնել։ Իրանի քաղաքական համակարգը մինչ օրս շարունակում են ղեկավարել արմատական հոգևորականները, հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մանամայում Պարսից ծոցի երկրների արտաքին գործերի նախարարների հետ հանդիպմանը։ Իրանի քաղաքական կառույցներում կան մարդիկ, որոնք կարծես ավելի ճկուն են եւ ավելի պատրաստ համագործակցելու մեզ հետ։ Հենց նրանց հետ էլ մենք բանակցում ենք, ասել է Ռուբիոն։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն էլ հայտարարել է, որ դեռ անելիքներ ունեն։ Իրանի դեմ դեռ շատ բան կա անելու, Համասի դեմ էլ դեռ շատ բան կա անելու, ասել է Նեթանյահուն։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնվել է սկանդալի կենտրոնում եվրոպական երկրների առաջնորդների եւ Զելենսկիի հետ գաղտնի համակագրության պատճառով։ Այսպես կոչված գաղտնի չաթում ներգրավված են նաեւ Ֆրանսիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի առաջնորդները։ Սկսվել է հետաքննություն, որը վերաբերում է ոչ թե զրույցի բուն բովանդակությանը, այլ այն հարցին, թե Եվրահանձնաժողովը խախտել է արդյոք թափանցիկության կանոնները, մերժելով լրատվամիջոցներին նամակագրությանը հասանելիություն տրամադրել։ Սաստիկ շոկի ալիքը չի հեռանում Եվրոպայից, ինչի հետևանքով մահացությունների թիվը շարունակում է աճել։ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում օդի ջերմաստիճանը գերազանցել է 44 աստիճանը։ Սաստիկ շոկ է նաև Գերմանիայում, Նիդերլանդերում, Բելգիայում, Իտալիայում, Իսպանիայում։ Վենեսուելայում 38 վայրկյան տարբերությամբ տեղի ունեցած երկու ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել է ավելի քան 200-ի, տուժածների թիվն ավելի քան 4000 է, կան հազարավոր անհետ կորածներ։ Ամենաշատ վնասը կրել է Կարիբյան ծովի ափին գտնվող Վարգաս նահանգի Լա Գուայրա քաղաքը։ Նշվում է, որ այս երկրաշարժը վերջին 100 տարվա ընթացքում ամենաուժեղն էր երկրում, հայտարարվել է արտակարգ դրություն։ Չինաստանում ուժեղ անձրևներից հետո հեղեղումներ են։ Մեքսիկայում էլ ֆուտբոլային տոնը վերածվել է մղձավանջի։ Աշխարհի առաջնության խաղից հետո մեքենան մխրճվել է մեքսիկացի երկրպագուների ամբոխի մեջ, որոնք տոնում էին Չեխիայի նկատմամբ հաղթանակը։ Վիրավորվել է առնվազն 17 մարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ABC լուրերը եթերում կլինի ժամը 18-ին, գետաղավարում կաշխատի Աննա Սարգսյանը։